Պարոն Աբրահամյան, ինչ ռազմավարական նպատակներ է սահմանել Wildberries-ը Հայաստանում առաջիկա 2-3 տարիներին, արդյոք նախատեսվում է երկրի տարածքում լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնում։ Բարև ձեզ, я очень рад представлять. Շատ ուրախ եմ այսօր Հայաստանում ներկայացնել RWB ընկերությունն ու Wildberries Marketplace-ը։ Իրականում կարող ենք ասել, որ առաջինն ենք եղել Հայաստանում էլեկտրոնային առևտրի շուկայի զարգացման հարցում։ Մեզ համար դա հպարտանալու առիթ է, հպարտանում ենք մեր թիմի անցած ուղով։ Նախ եւ առաջ հաջողվել է կարգավորել մեր marketplace-ի ներկայությամբ ամենամասշտաբային ներկայությունը, ինչպես նաեւ կարողացել ենք մեր հաճախորդների համար ապահովել լավ սպասարկում, այնպիսի մակարդակի, որն առկա է բոլոր երկրներում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում ընդհանուր 10 երկիր։ Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա մեր գնահատմամբ դրանք շատ մեծ են։ Այժմ անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Խոսքը նախ եւ առաջ լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման մասին է, ինչն առանցքային բաղադրիչ է ցանկացած marketplace-ի համար։ Առանց բոլոր փակագծերը բացելու կարող եմ ասել, որ մենք շատ կարևոր որոշման շեմին ենք։ Ինքներս մեզ համար այն արդեն կայացրել ենք։ Պատրաստ ենք Հայաստանում խոշոր ներդրումի, կառուցելու տարածաշրջանում ամենաժամանակակից եւ մեծ լոգիստիկ կենտրոնը, որը կլուծի Հայաստանում էլեկտրոնային առևտրի խնդիրները՝ ի շահ մեր գլոբալ խմբի։ Ներկայում գտնվում ենք Հայաստանի կառավարության հետ շատ ակտիվ եւ արգասաբեր բանակցային փուլում, աջակցություն ենք ստանում տվյալ նախագծի շրջանակում։ Վստահ եմ, որ դրա իրականացումը նոր հնարավորություններ կբացի նախ եւ առաջ Հայաստանից արտադրանքի արտահանման ոլորտում։ Արդեն հիմա տեսնում ենք, որ հայաստանցի արտադրողների արտադրանքը նախ եւ առաջ տեքստիլ է, տան համար ապրանքները եւ այլն, արժանիորեն պահանջարկ են վայելում մեր ներկայության բոլոր երկրներում՝ Ղազախստան, Ղրղստան, Ուզբեկստան եւ իհարկե Ռուսաստան։ Մենք հետաքրքրված ենք մեր հարթակում ապրանքների տեսականու ընդլայնմամբ, վաճառքի ցուցանիշների աճով, այդ գործընթացում ներգրավելով Հայաստանի միջին եւ փոքր ձեռնարկությունների հնարավորինս մեծ քանակ։ Մենք կարողանում ենք աշխատել միջին եւ փոքր ձեռնարկությունների հետ։ Բոլոր երկրներում մեր վաճառողների, սելլերների 80%-ը հենց նրանք են։ Եվ էլեկտրոնային առևտուրը նրանց համար զարգացման նոր հնարավորություններ է բացում։ Լոգիստիկ հարցերի լուծումից զատ պետք է օգնենք փոքր ընկերություններին իրենք ճիշտ դիրքավորել հարթակում, ուսումնասիրել իրենց համար նոր տեխնոլոգիաները։ Առաջին անգամ հենց ձեր լրատվամիջոցին եմ հայտնում, որ մտադիր ենք Երևանում բացել ձեռներեցության աջակցության դպրոց։ Նման դպրոց գործում է Ռուսաստանում, եւ մենք ուսուցման բոլոր նյութերն ադապտացրել ենք հայաստանցիների համար։ Դա միանգամայն անվճար է լինելու ձեռներեցների համար։ Դա լինելու է մի վայր, որտեղ նրանք կկարողանան ստանալ այն ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է, ինչպես վաճառք իրականացնել marketplace-ում, ինչ գիտելիքներ են պետք ձեռներեցի թիմին, ինչպես ճիշտ փաթեթավորել, ներկայացնել ու գովազդել ապրանքը, այն առաջ տանել հարթակում։ Կարծում եմ այս ամենի հանրագումարը շատ լավ արդյունք է տալու թե մեր ընկերության, թե Հայաստանում էլեկտրոնային առևտրի ոլորտի համար։ Վստահ եմ գիտեք, որ Հայաստանում նմանատիպ մասնագետները շատ են, որ սկսում են սովորեցնել, թե ինչպես աշխատել Wildberries-ում, փաստորեն դուք անվճար բոլորին պիտի սովորեք։ Այո, մենք որպես ընկերություն զարգանում ենք էկոհամակարգի սկզբունքով։ Կա արմատային marketplace-ը հարթակը, որն իր զարգացմանը զուգահեռ զարգացման հնարավորություն է տալիս նաև բիզնեսին։ Խոսքը վաճառողների, նրանց ապրանքների, պատվերների հանձնման կետերի, փոքր ձեռնարկությունների, լոգիստիկ գործընկերների եւ այս ամբողջ գիտելիքներին հասանելիություն ստանալու հնարավորություն տվողների մասին է։ Միևնույն ժամանակ մենք արգելափակում ենք բոլոր կասկածելի ակտիվությունները մեր հարթակում, գործում են մշտական կենտրոններ, որտեղ կարող եք դիմել խնդիրների դեպքում։ Խորհուրդ ենք տալիս օգտվել բոլոր այն ինֆորմացիոն ռեսուրսներից եւ հնարավորություններից, որոնք տրամադրում են մեր զանգերի կենտրոնները, կայքերը։ Իսկ ինչ հիմնական մարտահրավերների է բախվում Wildberries-ը հայկական շուկայում եւ ինչ քայլեր են ձեռնարկվում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Մեզ եւ իհարկե բոլոր marketplace-ների համար առանցքային արժեքը սպառողն է եւ մեր խնդիրն է հստակ ընկալել նրա պահանջները։ Ժամանակակից մարդն արդեն սովոր է օգտվել marketplace-ից եւ նրան միշտ պետք է տրամադրվի որակյալ ընտրության հնարավորություն։ Նա կարող է ինչ-որ բան ավելի թանկ գնել տան կողքի խանութից, բայց կարող է նաեւ ավելի մատչելի եւ ավելի որակյալ ապրանք գնել առցանց հարթակից պատվիրելու եւ մի փոքր սպասելու դեպքում։ Ուստի մենք ցանկանում ենք, որ առաքման ժամկետները լինեն հնարավորինս կարճ, տեսականին հնարավորինս մեծ, իսկ որակը միշտ պահպանվի։ Այս ուղղությամբ աշխատանքն անընդհատ է եւ կանգ չի առնում որևէ վայրկյան։ Կարող եմ ասել, որ առաքման ժամկետների մասով էական առաջընթաց ունենք։ Լիահույս եմ, որ առաջընթացը կշարունակվի եւ շուտով մեր հաճախորդներին կուրախացնենք պատվերի առաքման ավելի կարճ ժամկետներով։ Այստեղ Հայաստանում մեր ենթակառուցվածքի զարգացումը կնպաստի ապրանքաշրջանառության աճին, բացելով նոր հնարավորություններ։ Դուք խոսեցիք, որ արդեն այստեղից մարդիկ կարողանում են արտահանել իրենց ապրանքը նաև այլ երկրներ, Ռուսաստան, Ղազախստան եւ այլն։ Արդյոք Wildberries-ը հետաքրքրված է հայկական ապրանքանիշները արտերկրում առաջ մղելու հարցում։ Ինչ գործիքներ եք դրա համար նախատեսում։
Да, все верно. Мы в этом Այո, ճիշտ է, հետաքրքրված ենք։ Մենք աշխատում ենք շատ մրցունակ շուկայում, դրան սովորել ենք։ Դա մեր ԴՆԹ-ի մասնիկն է։ Ուստի մենք, մեր գործընկերներն ու շուկայի մասնակիցները պետք է անընդհատ զարգանան։ Այս մրցակցային պայքարի կարևորագույն բաղադրիչներից մեկը տեսականին է։ Մենք պետք է սպառողին ոչ միայն հարմարավետ ծառայություն մատուցենք, այլև հասանելիություն հնարավորինս լայն տեսականու։ Այդ պատճառով մեզ համար հետաքրքիր է գտնել լոկացիաներ, որտեղ կա օրիգինալ ապրանքների արտադրություն։ Դրանք կարող են լինել արտադրական ծավալով փոքր, բայց հետաքրքիր լուծումներով ապրանքներ, որոնք բացակայում են մյուս մրցակից հարթակներում, եւ մենք ցանկանում ենք սա ապահովել մեր գլոբալ շուկայի համար։ Մեզ անհրաժեշտ է ստեղծել վերնշված լոգիստիկ կենտրոնը, որտեղ հնարավոր կլինի դասակարգել, պահել եւ մշակել ապրանքները, որոնք արդեն կառարկվեն հենց այդտեղից, ինչն էլ կապահովի արտահանման միանգամայն այլ մակարդակ։ Իսկ ինչպես է գնահատում հայ-ռուսական միջսահմանային առևտրի ներուժը մարքեթփլեյսների միջոցով, որոնք են ամենահեռանկարային ապրանքային կատեգորիաները։ В этой части Մենք բոլորս ապրում ենք հետխորհրդային տարածքում եւ սպառման մոդելը միանման է։ Մենք սովոր ենք կենցաղային ապրանքների գրեթե միանման տեսականուն, եւ մեր հարթակում մեծամասամբ առաջարկվում են կենցաղային առաջին անհրաժեշտության ապրանքներ, բացառությամբ իհարկե սննդի։ Խոսքը տեքստիլի, տան համար ապրանքների, տնային կենդանիների հետ կապված իրերի եւ այն ամենի մասին է, ինչը մարդուն պետք է կենցաղում։ Եվ այս հարցում մեզ համար ամեն ինչ շատ պարզ է, մենք գիտենք ինչպես աշխատել։ Այս առումով մեր առաջարկած տեսականի միանգամայն համապատասխանում է հայաստանցի, ռուսաստանցի, ղազախստանցի եւ այլազգի սպառողների պահանջներին։ Այժմ մտնում ենք մեզ համար էկզոտիկ շուկաներ, որտեղ պետք է սովորենք ավելի լավ հասկանալ, հետազոտել, թե ինչ է պետք այդտեղի սպառողներին, հարմարվելով նրանց պահանջներին։ Բայց Հայաստանի դեպքում մենք նման խնդիր չունենք, ամեն ինչ մաքսիմալ պարզ է։ Սպառողը գիտի, ինչ կարող է ձեռք բերել մեր հարթակում։ Հետաքրքիր է ինչ նոր շուկաներ եք մտնելու։ мы присутствуем во всех Մենք ներկայություն ունենք ԵԱՏՄ բոլոր երկրներում եւ այս առումով եվրասիական ընկերություն ենք։ Արդեն սկսել ենք աշխատել Ուզբեկստանում, Տաջիկստանում, որոնք հետաքրքիր եւ զարգացող շուկաներ են։ Աշխատում ենք նաեւ մերձավոր արևելքի երկրներում։ Վերջերս բացվել է վաճառքի գիծ Արաբական Միացյալ Էմիրություններից։ Չինաստանն ավանդական գործընկեր է։ Ասիա, մերձավոր արևելք, հարավարևմտյան Ասիա, աֆրիկյան երկրներ։ Այստեղ ենք մենք գնում։ Ինչ դեր ունեն տեխնոլոգիաները, մասնավորապես արհեստական բանականությունն ու մեծ տվյալները, Wildberries-ի զարգացման, հայ օգտատերերի համար անհատականացված ծառայությունների ձևավորման գործում։ Да, ну, конечно, с вопросом по технологиям вы абсолютно пришли по адресу. Շատ տեղին հարց է։ Մեզ համար առաջադեմ տեխնոլոգիաները միանգամայն անհրաժեշտություն են։ Եթե խոսենք արհեստական բանականության մասին, ապա այն ակտիվ կիրառում ենք։ Բերեմ պարզ օրինակ՝ ապրանքների քարտերի թարգմանությունները տվյալ երկրների լեզվով։ Հայաստանում նույնպես սկսել ենք այս գործընթացը։ Այս հարցում առանց արհեստական բանականության հնարավոր չէ, եւ մենք այն կիրառում ենք։ Ընդհանուր առմամբ մենք ամենօրյա ռեժիմով մշակում ենք ահռելի ծավալի տվյալներ, ինչը հնարավոր չէ այլ տարբերակով մշակել։ Եթե խոսենք Հայաստանի եւ այս ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ ունեցող մարդկանց մասին, ապա մակարդակը բարձր են գնահատում եւ դա ակնհայտ է բոլորի համար։ Այսօր կլոր սեղան ենք ունեցել էլեկտրոնային առևտրի ֆորումի շրջանակում եւ ասեմ, որ քննարկված թեմաները միանգամայն համապատասխանում են ներկայիս մարտահրավերներին, որոնց ամբողջ աշխարհում բախվում է էլեկտրոնային առևտրի ոլորտը։ Հայ գործընկերների հետ այս հարցում երկխոսություն վարելու հեռանկարները շատ մեծ են։ Արդեն ՏՏ մասնագետների շատ մեծ խումբ աշխատում է Հայաստանում, ընդ որում նրանք ոչ միայն աշխատում են հայաստանյան գրասենյակի համար, այլև կատարում են գլոբալ Wildberries-ի շահերից բխող աշխատանք։ Սա լավ փորձառություն է եւ ցանկանում ենք այն ընդլայնել։ Բացի այդ, հայ գործընկերներից ստանում ենք շատ ուշագրավ առաջարկներ, որոնք կարող ենք կիրառել գլոբալ մասշտաբներում։ Ուստի Հայաստանի հետ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ոլորտում մեզ համար շատ մեծ հեռանկարներ կան։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։